Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հանձնաժողովի տիկին նախագահ, կառավարության հարգելի անդամներ, նախ ես նույնպես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը եւ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետեւ կարծում եմ, որ ժողովուրդը նաեւ իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների եւ շատ վճռական եւ հատուկ քայլերով։ Ուզում եմ նաեւ շնորհավորել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը արձանագրած արդյունքի եւ հաղթանակի առիթով քաղաքացիական պայմանագիրը կունենա խորհրդանական մեծամասնություն, ինչպես նաեւ կձևավորի կառավարություն եւ առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք